Ուկրաինան պատրաստվում է նոր եռակողմ բանակցությունների Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, անդրադառնալով Աբու Դաբիում հունվարի 23-ից 24-ը կայացած առաջին եռակողմ հանդիպմանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւս հաստատել է, որ նույն ձևաչափով նոր հանդիպում կկայանա հաջորդ շաբաթ, սակայն ճշգրիտ ամսաթիվ չի նշել։ Նման ժամանակացույց է հայտնել նաեւ բանակցություններին մասնակցող Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Ավելի վաղ Reuters-ը եւ Axios-ը գրել էին, որ հաջորդ փուլը կարող է կայանալ փետրվարի 1-ին, սակայն այդ տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել երեք կողմերից ոչ մեկի կողմից։ Եվրոպական միության երկրները հաստատել են ռուսական գազի ներմուծման լիակատար արգելքը, որն ուժի մեջ կմտնի 2027 թվականից, հայտնում է Reuters-ը։ Որոշմամբ ռուսական գազից հրաժարվելը դառնում է իրավաբանորեն պարտադիր ԵՄ բոլոր անդամ պետությունների համար, սահմանելով հստակ ժամկետներ անցումային փուլում։ Մասնավորապես, ԵՄ-ն մինչև 2026 թվականի վերջը կդադարեցնի Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 30-ից կվերջացնի նաև խողովակաշարային գազի մատակարարումները։ Չնայած Սլովակիան եւ Հունգարիան դեմ են արտահայտվել նախաձեռնությանը, Եվրոպական խորհրդարանում կողմ ձայների մեծամասնությունը բավարար է եղել որոշումն ընդունելու համար։ Հունգարիան արդեն հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել այդ քայլը Եվրոպական միության արդարադատության դատարանում։ Աղբյուրը հիշեցնում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից առաջ ռուսական գազի բաժինը Եվրամիություն շուկաներում գերազանցում էր 40%, մինչդեռ 2025 թվականին այն նվազել է մինչև 13%։ Իրանը չի ձգտում հակամարտության, սակայն պատրաստվում է պատերազմի հնարավոր սցենարին։ Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մուհամմադ Ռեզա Արեֆը, նշելով, որ կառավարությունը մշակել է երկրի կառավարման եւ տնտեսական ծրագիր հնարավոր պատերազմի դեպքում։ Նրա խոսքով հաստատվել է 12-օրյա պատերազմի սցենար եւ իշխանությունը լիովին պատրաստ է նման զարգացումների։ Արեֆն ընդգծել է, որ Թեհրանը չի ցանկանում պատերազմ, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել երկիրը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի կողմից Իսրայելին վնաս հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի։ Նրա խոսքով նման քայլը լուրջ սխալ կլինի եւ կարող է դառնալ վերջինը։ Նեթանյահուն նաեւ նշել է, որ Իսրայելը մտադիր է ընդլայնել արաբական եւ մահմեդական երկրների հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունից պատասխանել են, որ Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կարժանանա ջախջախիչ հակազդեցության։ Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ չի ցանկանում պատերազմ, սակայն պատրաստ է ինքնապաշտպանության։ Իրանում հունվարի 8-ին եւ 9-ին տեղի ունեցած զանգվածային ցույցերի ընթացքում արձանագրված բախումների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 6000-ի։ Այս մասին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող իրանական իրավապաշտպան կառույցներից մեկը՝ մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը ՌԱՆ-ան։ Կազմակերպության տվյալներով այս պահի դրությամբ հաստատված զոհերի թիվը կազմում է 5848 մարդ։ Նրանցից 209-ը ուժային կառույցների ներկայացուցիչներ են, իսկ զոհերի մեծ մասը քաղաքացիական ցուցարարներ։ ՌԱՆ-ան նաև տեղեկացրել է, որ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է առնվազն 41283 մարդ։ Իրավապաշտպանները շարունակում են փաստերի հավաքագրումն ու իրավիճակի մշտադիտարկումը։